Պարոն Սաղաթելյան, ես եւս երկու հարց ունեմ։ Առաջինը նախընտրական ծրագրերի մասին նշեցիք։ Ինձ հետաքրքիր էր 2021-ի ձեր նախընտրական ծրագրերից քանի տոկոսն եք մոտավորապես իրագործել այս տարիների ընթացքում, եւ երկրորդ հարցս դուք եւս ԿՊԱ-կան պատգամավորների նման 3 միլիոն դրամ պարգևավճար եք ստացել, եւ եթե գաղտնիք չէ, ինչ նպատակներով եք ծախսել։ Խորհրդարանի բոլոր պատգամավորները ստացել են պարգևավճար, մենք այդ մասին ստանալու օրը եւ կոնկրետ հայտարարություն ենք արել, որ Հայաստան խմբակցության պատգամավորները այդ գումարները ուղղել են տարբեր սոցիալական ծրագրերի։ Դրանից առաջ մյուս բոլոր դեպքերում եւս այդպես է եղել են դեպքեր, երբ որ ամբողջ խմբակցությունը գումարը հավաքել է, ուղարկել է որևէ կոնկրետ հիմնադրամի փոխանցել կամ բարեգործական ծրագրի, այս անգամ ավելի ազատ ենք թողել պատգամավորներին յուրաքանչյուրը անհատական մոտեցումներով այդ հարցը լուծել։ Եվ բոլորը գնացել են այդ ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերվում է Նայ, չենք արել ձեր ձեռից չենք բրցնում, բա որ անենք ինչ կանեիք։ Իսկ ինչ վերաբերվում է մեր նախընտրական ծրագրի քանի տոկոսն են կարողացել իրականացնել, դժբախտաբար մեր ծրագրի չեն կարողացել իրականացնել, որովհետև չեն կարողացել Հայաստանում ձևավորել իշխանություն։ Վերջին 5 տարիների ընթացքում խորհրդարանում հանդես են եկել տասնյակ օրենքի նախաձեռնություններով եւ այս իշխանությունը այդ բոլոր նախաձեռնությունները մերժել։ Նույնիսկ մենք մի շրջան վերցրեցինք եւ իրենց նախընտրական խոստումները դա օրենքի նախագիծ դարձրեցինք, օրինակ կենսաթոշակները բարձրացնելու, բազմազավակ ընտանիքների մասին, մի քանի սոցիալական ցցուն խոստումներ, որ ԿՊ-ն տվել էր եւ իր նախընտրական ծրագրում գրել էր, մենք վերցրեցինք իրենց խոստումներին, տվեցինք օրենսդրական տեսք եւ տարանք խորհրդարան, որոնք բնականաբար հերթով մերժեցին։ Այսինքն, այո, մենք չենք կարողացել մեր նախընտրական ծրագիր իրականացնել, որովհետև չենք կարողացել ձևավորել իշխանություն։ Եթե մեր նախընտրական ծրագիրը իրականություն դարձած լիներ, այս 5 տարվա շարունակական կորուստները տեղի ունեցած չէին լինի։ Իսկ գալիք ընտրությունների ձեր նախընտրական ծրագրերը կազմելիս այս անգամ գոնե հաշվի կառնեք, որ գուցե այս անգամ եւս ընդդիմություն լինեք եւ ծրագրերը կազմելիս։ Գիտեք, եթե դուք պատկերացնում եք որևէ ուժ ընտրություններին պետք է մասնակցի ու այսինքն նախորոք ասի ես գնում խորհրդարան ընդդիմություն լինելու, այդպես չի լինում։ Քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցում են, որպեսզի ձևավորեն իշխանություն ու իրականացնեն իրենց նախընտրական ծրագրերը։ Այս իշխանություններից տվել կարճ մի բանի ուզում եմ անդրադառնալ, հիմնական խոսույթը առաջկա ընտրություններին լինելու է խաղաղության օրակարգը, ոնց որ դա տեղ ունեցավ 21 թվականին։ Ես ընդհանրապես ուզում եմ կարճ հիշեցնել, այս ուժը արդյոք իրավունք ունի խոսելու խաղաղությունից։ Պարզ մի հատ 5 տարին փորձենք երկու նախադասությամբ ամփոփել։ 21 թվականին ինքը խոստացավ խաղաղություն, խաղաղության դարաշրջան, կարողացավ խաբել մարդկանց եւ վերարտադրվել։ 21 թվականին հանձնեց Գորիսկապան ճանապարհը, 22 թվականին մի տարի հետո տեղ ունեցավ մեկօրյա պատերազմ եւ Ադրբեջանը 3 ուղղություններով հարձակվեց Հայաստանի վրա եւ այսօր ադրբեջանական զորքերը գտնվում են Գեղարքունիքում, Ջերմուկում եւ Սյունիքում։ Դրանից ամիսներ հետո Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում 9 ամիս տեղ ունեցավ բլոկադա եւ արդյունքում 23 թվականին Արցախում ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, 24 թվականին դրանից 1 տարի հետո հանձնեց Ադրբեջանին ոչ չի դիմաց Տավուշի շրջանում մեր վերահսկողության տակ գտնվող ռազմավարական նշանակության դիրքեր եւ գյուղեր, 25 թվականին խոստացել է ակնհայտ թուղթ ու գրիչով միջանցք Ադրբեջանին եւ Թուրքիային ու նաեւ հրապարակային ստանձնել մի շարք պարտավորություններ ապագայում զիջումներ անելու համար, սահմանադրություն փոխելու, անկլավներ տալու, հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական, Հայաստանի հսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվի, այսա Նիկոլ Փաշինյանի խաղաղության 5 տարիները։ Եթե հիմա նորից պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավատա, այս ինչ որ ասում, դրանք չոր փաստեր են, չէ՞, որևէ մեկը չի կարող դա երկել։ Իսկ ո՞ց կարելի է
Սրան հիմա հավատալ ու ասել խաղաղություն է բերում։ Պատերազմի, պարտության, կորուստների խորհրդանիշն է այս իշխանությունը։ Ու հիմա իրանք փորձում են ներկայանալ խաղաղասերն էլ, մեզ էլ ներկայացնել իբրև պատերազմի ուժեր կամ ռևանշիստներ։ Հիմա տեսեք իր կառավարման տարիները, վերցրեք, տեսեք այս դաշինքի կառավարման տարիները ու կհասկանաք ով է խաղաղություն բերողը, ով պատերազմ։